Professor Porcero, Porcero professor, Nora sottori այսօր, Porcero professor, Porcero, Professor Porcero. Հարցերոն ծանոթացիր, Ալբերտն է, իմ վաղեմի ընկերը, հիմա դու այլևս միայնակ չես։ Ես էլ միայնակ չեմ, երեխաներն այստեղ են, ողջույն սիրելի փոքրիկներ, ողջունում եմ բոլորիդ, եկել է ձեր սիրելի պրոֆեսոր Փորձերոնը, այո, հենց այն նույն պրոֆեսոր Փորձերոնը, հանճարեղ գիտնականը, որը սիրում է արթնանալ առավոտյան ժամը 7-ին, ինչպես են ձեր գործերը, իսկ դասերը, հրաշալի է, ուրախ եմ, որ ձեզ մոտ ամեն բան կարգին է, դե ինչ, ես կարդում եի ձեր հարցերը և իզարմանս ինձ հասկացա, որ ձեզ հետաքրքրում է ամեն ինչ։ Այ ես տեսնում եմ թուղթն ու գրիչը ձեռքին նստած Արմանին, նա անհամբեր սպասում է իմ պատասխաններին։ Դե որ այդպես է, ուրեմն չենք երկարացնում։ Միանգամից կարդամ առաջին հարցը։ Եվ այսպես, Քաղաք Աբովյանից մեզ է գրել Ալբերտ Գրիգորյանը և ուզում է իմանալ, քանի տարեկան է երկիր մոլորակը։ Երեխաներ, իսկ դուք ինչ կարծիքի եք, քանի տարեկան է մեր երկիր մոլորակը։ 1000, 5000, միգուցե 10000։ Ոչ, իսկ միգուցե 100,000 տարեկան։ Իհարկե ոչ, երեխաներ։ Երկիր մոլորակը գտնվում է արեգակնային համակարգում, արևից մոտ 150 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է։ Տրամագիծը 12,742 կիլոմետր է։ Իսկ երկիր մոլորակն առաջացել է մոտավորապես 4,5 միլիարդ տարի առաջ։ Պատկերացնում եք, մեր ծերուկը արդեն 4,5 միլիարդ տարեկան է։ Հենց հիմա նշեք ձեր տետրերում։ Սպասում եմ, նշեք։ Ապրեք։ Դե ուրեմն, մենք իմացանք, թե քանի տարեկան է երկիր մոլորակը։ Իսկապես ապրելու է, չէ՞։ Ուրեմն անցնենք առաջ։ Տեսենք, թե ով է գրել մեզ երկրորդ հարցը։ Մեզ շատ հետաքրքիր հարց է ուղարկել Պողոսյան Միքայելը Սպիտակ քաղաքից։ Ողջույն Միքայել Սպիտակ քաղաքից։ Նա մեզ հարցնում է, թե ինչու են գայլերը լուսինը տեսնելիս ոռնում։ Սիրելի Միքայել, գայլերը ամենևին էլ լուսնի պատճառով չեն ոռնում։ Նրանց լուսինը նույնիսկ չի էլ հետաքրքրում։ Գայլերը ոռնում են հատկապես գիշերը, քանի որ ավելի ակտիվ են օրվա այդ ժամերին։ Ոռնացող գայլը նախ իր սեփական տարածքն են գծում։ Ոռնալով գայլերն իրար տեղեկացնում են կեր գտնելու մասին ու ոհմակի համար անհրաժեշտ այլ տեղեկություններ են փոխանցում։ Երեխաներ, ուզում եմ կից փաստեր ներկայացնել գայլերի մասին։ Գայլերը խելացի եւ շատ զգուշավոր կենդանիներ են։ Գայլերն ապրում են զույգերով կամ ընտանիքներով։ Գայլերի ձագերը ծնվում են վաղ գարնանը, ծնվելիս նրանք խուլ են եւ կույր։ Պատկերացնում եք։ Սկզբում մայր գայլը ձագուկներին կերակրում է կաթով, իսկ երբ նրանք մեծանում են, նրանց համար բերում են միս։ Ձմռանը խորձյան վրայով գայլերը քայլում են շղթայով, այսինքն միմյանց հետքերի վրայով, եւ մեզ թվում է մի ամբողջական ոհմակի փոխարեն այդտեղով անցել է ընդամենը 1 գայլ։ Երիտասարդ գայլերը ծնողների հետ ապրում են 2 տարի։ Գայլը նման չէ շանը եւ անծանոթ մարդ տեսնելիս թաքնվում է, ոչ թե հաճում։ Գայլերը խստորեն պահպանում են իրենց տարածքի սահմանները։ Գայլերի հղիությունը տևում է 65 օր։ Գայլերը 1,5 կիլոմետր հեռավորությունից զգում են այլ կենդանիների հոտը։ 2008 թվականին Սենֆորդի համալսարանի հետազոտությունները ցույց տվեցին, որ սև մորթու հետ կապված մուտացիան հանդիպում է միայն շների մոտ։ Այսպիսով, սև գայլերը հիբրիդների ժառանգներ են։ Շատ հաճախ այդպիսի գայլեր հանդիպում են Հյուսիսային Ամերիկայի անտառներում։ Գայլերը միշտ կարևոր դեր են խաղացել մարդու կյանքում։ Աստվածներ են համարվել նորվեգական դիցաբանությունում, կերակրել են Հռոմուլոսին եւ Հռեմոսին, որոնք հիմնադրել են Հռոմը, եւ առաջին կենդանիներն են, որոնց վարժեցրել է մարդը։ Պարզ է, եւ այսպես մենք շատ կարևոր տեղեկություններ իմացանք գայլերի մասին, իսկ մենք անցնենք հաջորդ հարցին։ Եվ այսպես, հաջորդ հարցը տեսահարց է, եկեք միասին դիտենք այն։ Professor Porcero. Բարև սիրելի պրոֆեսոր, ես Բեատրիսն եմ, իսկ ես Արմիդան, խնդրում եմ, կարող ես ասել, թե ինչ տարբերություն ծովերի և լճերի մեջ։ Շնորհակալություն, պրոֆեսոր, մենք կսպասենք քո պատասխանին, ցտեսություն։ Professor Porcero. Բե ինչ երեխաներ, այո, ինձ շատ են հանդիպել մարդիկ, որոնք շփոթել են ծովը լճի հետ կամ հակառակը, եւ ոչ միայն երեխաներ, այլ նաեւ մեծահասակներ։ Հիմա հարցին տանք բարձաբանում։ Սիրելիներս, լճերը ի տարբերություն ծովերի օվկիանոսների հետ կապված չեն։ Այն խորությունները, որտեղ գտնվում են լճերը, կոչվում են լճային գոգավորություններ։ Դրանք առաջանում են տարբեր պատճառներով։ Սովորաբար լինում են աղի կամ քաղցրահամ։ Այն լճերը, որոնցից գետեր են սկիզբ առնում, կոչվում են հոսում,
Օրինակ Սևանա լիճը ընդունում է 30 գետ եւ արտահոսում միայն մեկը՝ Հրազդանը, կամ Բայկալը ընդունում է 336 գետ եւ արտահոսում ընդամենը մեկը՝ Անգարան։ Եթե լճից գետ սկիզբ չի առնում, այն կոչվում է անհոսք։ Օրինակ Կասպից, Արալյան, Վանա, Կապուտան եւ մյուս լճերը։ Սովորաբար անհոսք լճերի ջուրը աղի է, իսկ հոսուն լճերի նքաղցրահամ։ Պատճառը հետեւյալն է. գետերը պարունակում են ոչ մեծ քանակությամբ աղեր։ Թափվելով լճի մեջ նրա մակերևույթից ջուրը գոլորշիանում է, իսկ աղը մնում է լճի մեջ։ Այդպես տարիների ընթացքում աղի քանակությունն ավելանում է։ Լճերն ունեն նաև տնտեսական խոշոր նշանակություն։ Նավերով մեծ լճերում փոխադրում են զանազան բեռներ։ Աղի լճերից արդյունահանում են կերակրի աղ։ Լճերը նաև օգտագործում են ձկներին եւ ջրային թռչուններին բազմացնելու համար։ Լճերը նաև հրաշալի կերպով խոնավեցնում են օդը։ Իսկ ծովերը երեխաներ օվկիանոսի մի մաս են կազմում։ Ինչպես լճերը, այնպես էլ ծովերն ունեն տարբեր խորություն, աղիության աստիճան, մակերես եւ անգամ գույն, ինչի շնորհիվ էլ որոշ ծովեր ստացել են անվանումները՝ կարմիր ծով, դեղին ծով, սև ծով եւ սպիտակ ծով։ Նրանք քիչ թե շատ մեկուսացած են ցամաքով, կղզիներով եւ թերակղզիներով։ Սև ծովը երեխաներ Ատլանտյան օվկիանոսի մի մասն է։ Այն գտնվում է Եվրոպայի եւ Ասիայի միջև։ Դեռ հին ժամանակներից Սև ծովը եղել է ծովագնացությունների եւ առևտրի բանուկ ճանապարհ։ Իդեպ Սև ծովի խորքերում կան շատ թունավոր նյութեր։ Դրա համար էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է վերևում 150-ից 200 մետր խորության վրա։ Սպիտակ ծով։ Այն գտնվում է հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։ Ծովն այդ անվանումը ստացել է, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է սառույցով եւ ձյունով։ Հաճախակի լինում են մառախուղներ, ինչպես նաև երկնքի ճերմակը արտացոլվում է ծովի մեջ եւ եւս մեկ անգամ հաստատում ծովի անվանումը։ Կարմիր ծով։ Այն գտնվում է Հնդկական օվկիանոսում, Աֆրիկայի եւ Արաբական թերակղզու միջև։ Կարմիր ծովն աշխարհի ամենատաք եւ ամենաաղի ծովն է, որի 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ։ Պատկերացնում եք։ Ծովի բուսական աշխարհը աղքատ է, սակայն առատորեն աճում են կարմրավուն ջրիմուռները, որոնք ծովին կարմիր գույն են տալիս։ Դրա համար էլ հին աշխարհում փյունիկեցիները ծովը կարմիր են անվանել։ Անվանումը պահպանվել է մինչև մեր օրերը։ Ծովում շատ են նաև դելֆինները եւ ծովային հսկա կրյաները։ Դեղին ծով։ Այն կազմում է Խաղաղ օվկիանոսի մի մասը։ Այն գտնվում է Չինաստանի եւ Կորեայի միջև։ Այս ծովի անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը չինացիների մայրգետի Խուանհեի բերած դեղին տիղմի հետևանքն է։ Չինացիներն այս անվանումը կապում են Չինաստանում կայսրության խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ։ Այսպիսով մենք իմացանք գետերի, լճերի, ծովերի եւ նրանց տարբերությունների մասին։ Պրոֆեսոր Փոսերո Եվ այսպես հաջորդ հարցը մեզ գրել է Էրնեստ Հակոբյանը։ Նա հարցնում է. Սիրելի պրոֆեսոր, ինչ անեմ երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եմ փողոցում։ Շատ կարևոր հարց ես ուղարկել մեզ Էրնեստ։ Շնորհակալություն քեզ այսպիսի կարևոր թեմա բարձրաձայնելու համար։ Երկրաշարժը բնական երևույթ է։ Այն տեղի ունենում երկրակեղևի ներսում կուտակված լարվածության հանկարծակի արտազատման հետևանքով։ Այն կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե, առաջացնելով հզոր ցնցումներ։ Բնական աղետները կանխատեսելը հնարավոր չէ, բայց պատշաճ պատրաստվածությունը կարող է նվազեցնել դրա հետևանքը։ Երկրաշարժը ձեզ ամենայն հավանականությամբ հանկարծակիի կբերի։ Պետք է պահպանել հանգստություն եւ ինքնատիրապետումը չկորցնել։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում, առաջինը հեռացեք շենքից, կամուրջներից եւ էլեկտրասյուներից հեռու, դեպի անվտանգ տարածություն։ Ավելի լավ է տեղավորվել այգում կամ բաց տարածքներում։ Բաց տարածք հասնելուն պես պարկեք գետնին եւ այդպես սպասեք մինչեւ երկրաշարժի դադարելը։ Երեխաներ, երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար։ Դա շատ վտանգավոր է։ Զգուշացեք ծխնելույզներից, տանիքի ծածկերից, պատուհաններին կոտրված ապակիներից, հեռու մնացեք շենքերից, ծառերից եւ այնպիսի առարկաներից, ինչպիսիք են փողոցային լույսերը, էլեկտրական մալուխները, հեռախոսային սյուները եւ այլն։ Ծածկեք գլուխը ձեռքերով կամ պայուսակով, մի մտեք ստորգետնյա անցումներ։ Եթե մեքենաների մոտ ես, խնդրում եմ զգույշ եղիր, քանի որ վարորդները նույնպես կարող են խոճապի մատնվել։ Հետևեք իրավասու մարմինների հրահանգներին։ Հեռախոսից օգտվեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, որպեսզի հեռախոսային գծերը չծանրաբեռնվեն։ Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ, գլխաշոր կամ հագուստից պոկված մի կտոր։ Հիշիր, երկրաշարժից հետո կարող է կրկնակի ցնցումներ լինել, այնպես որ պետք է զգույշ մնաս մինչև ամեն ինչ հանգստանա։ Կարևոր է պահպանել հանգստություն եւ արագ մտածել, գործել խելամիտ ձևով։ Երեխաներ, լավ իմացեք անվտանգության կանոնները, որովհետև դրանք կարող են օգնել մեզ եւ պաշտպանել մեր կյանքը վտանգավոր իրավիճակներում։ Դրանց իմացությունը կօգնի նաեւ մեզ օգնել մեր ընկերներին ու բարեկամներին։ Երեխաներ, օգտվելով Էրնեստի ուղարկած հարցից, ուզում եմ հիշեցնել մի քանի կարևոր օրենքներ, ինչ անել երկրաշարժի ժամանակ, եթե դու դպրոցում ես կամ տանն ես։ Պաշտպանիր գլուխդ,
մտնելով սեղանի տակ, հեռու մնա պատուհաններից։ Եթե մեքենայի մեջ ես, վարորդին ասա, որ կանգնեցնի մեքենան, ապա հով վայրում։ Մի վազիր, խոճապի մի մատնվիր, սպասիր մինչև ցնցումները ավարտվեն։ Հիշեք երեխաներ, անվտանգության կանոններն իմանալը դարձնում է մեզ խելացի եւ պատրաստ ցանկացած իրավիճակի համար։ Դե ինչ, մինչ դուք ուսումնասիրեք անվտանգության կանոնները բնական աղետների ժամանակ, ես տեսնեմ, թե ինչ հարցեր են ուղարկել մեզ մեր հեռուստադիտողները։ Պրոֆեսոր Փորձերոն, իմ ծնողներն ինձ պարգևեցնում են քնելու երեկոյան ժամը 9-ին, բայց ես այդ ժամին չեմ կարողանում քնել, ինչ անեմ։ Այո, Սոնա, 7 տարեկանը արդեն բավականին մեծ տարիք է։ Այ օրինակ, իմ սիրելի ընկերներ, ես քնում եմ ժամը 8-ին եւ արտանում եմ վաղ առավոտյան։ Տեսնում եք, ես ակտիվ եմ եւ էներգիայով լի։ Դրա համար պետք է հետևենք մեր քնի ռեժիմին։ Իհարկե, երեխաներ, օրվա մեջ այնքան շատ բաներ կան անելու, բացահայտելու, լսելու, ստեղծագործելու, որ այո, այդ ժամանակ չես ցանկանում քնել։ Բայց քնելը եւ հանգստանալը կարևոր դեր է խաղում մարդու ընդհանուր առողջության, ֆիզիկական եւ մտավոր բարեկեցության համար։ Քունը օգնում է վերականգնել մեր մարմինը։ Քնած ժամանակ աճում են մկանները, վերականգնվում են հյուսվածքները, արտադրվում են կարևոր հորմոններ։ Առողջ քնի շնորհիվ ձեր սիրելի պրոֆեսորը գիտի այսքան հարցերի պատասխան եւ ունի բարձր տրամադրություն։ Այո, երեխաներ, առողջ քունն օգնում է նաեւ հուզական հավասարակշռությանը, նվազեցնում է սթրեսը, բարձրացնում է տրամադրությունը եւ օգնում է վերահսկել հույզերը։ Իսկ թե ինչ անել, եթե չես կարողանում քնել, մեզ կօգնի իմ գործընկերը։ Գնանք նրա մոտ եւ տեսնենք, թե ինչ խորհուրդներ են մեզ տալիս։ Աքսաննա, ինչ անել, եթե չեմ կարողանում քնել։ Պրոֆեսոր Փորձերոն Ողջույն սիրելի երեխաներ, դուք մեզ ուղարկել եք այնպիսի հարց, որը մեր օրերում հետաքրքրում է գրեթե բոլորին։ Հարցը հատկապես շատ կարևոր է այն ծնողների համար, ովքեր ունեն դպրոցական երեխաներ, որովհետև ծնողները հաճախ փորձում են համոզել, ստիպել երեխաներին, որպեսզի նրանք քնեն ճիշտ ժամի, բայց երեխաները տարված լինելով իրենց առօրյա հետաքրքրություններով չեն ուզում քնել, որ գնան դպրոց։ Ծանոթ իրավիճակ է, չէ՞։ Այդ կապակցությամբ մենք հարցում ենք իրականացրել երեխաների շրջանում, ինչ անեմ, եթե չեմ կարողանում քնել թեմայով։ Երեխաների մի մասը հարցմանը պատասխանել է, որ ես քնում եմ այն ժամանակ, երբ ուժասպառ եմ, որովհետև չգիտեմ, թե ինչպես շուտ քնել։ Իսկ մի մասը նշել է, հետևում եմ գրաֆիկիս, պառկում եմ, հանգստանում եմ եւ չեմ էլ նկատում, թե ինչպես եմ քնում։ Եկեք ծանոթանանք այսօրվա հերոսին եւ պատմությանը եւ փորձենք գտնենք ճիշտ տարբերակը։ Սա Անին է, նա 7 տարեկան է։ Շատ է սիրում նկարել, իսկ ամենից շատ նա չի սիրում շուտ քնել։ Երեկոյան 9-ին նրա մայրիկը ուղարկում է նրան քնելու։ Նա լվանում է ատամները եւ պառկում։ Անկողնում մեկ այս կողմ է շրջվում, մեկ այն կողմ։ Միևնույն է չի կարողանում քնել։ Նա կուզեր ավելի ուշ քնել, բայց նրա ծնողները թույլ չեն տալիս։ Ինչ անել, երբ քունը դրամանակին չի տանում։ Եկեք տեսնենք, թե ինչ կլինի, եթե Անին վարվի այնպես, ինչպես նշել են երեխաների այն մասը, ովքեր համոզված են, որ պետք է քնել այն ժամանակ, երբ ծայրահեղ հոգնած ես եւ ուժասպառ։ Անին պառկած էր իր անկողնում, նրա քունը չէր տանում։ Նա մտածեց ինչու է հիմա տանջում չկարողանալով քնել։ Ախր այս ընթացքում նա կարող էր դիտել իր սիրելի մուլտֆիլմերը կամ հաղորդումները։ Նա վերցրեց հեռախոսը եւ սկսեց դիտել տարբեր հաղորդումներ եւ չնկատեց ինչպես է լուսանում։ Հանկարծ միացավ իր զարթուցիչը։ Արդեն արթնանալու ժամն էր, իսկ Անին դեռ չէր քնել։ Երբ անկողնուց վեր կացավ, հասկացավ, որ հոգնած է եւ այդպես չի կարող գնալ դպրոց։ Ամբողջ օրը նրա քունը տանում էր եւ նա չէր կարողանում կենտրոնանալ։ Այո, երեխաներ, տարված լինելով արտաքին հետաքրքրություններով, մենք կարող ենք չզգալ, թե ինչպես անցավ ժամանակը։ Արդյունքում մենք կորցնում ենք այն էներգիան, որը մեզ անհրաժեշտ է հաջորդ օրվա համար։ Ավելի լավ հասկանալու համար եկեք պատկերացնենք, որ քունը մեր ուղեղի եւ օրգանիզմի համար նման է կախարդական լիցքավորման։ Ինչպես հեռախոսը պետք է լիցքավորել, որ այն լավ աշխատի, նույն կերպ քունը մեզ անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք լավ մտածել, սովորել, հիշել, խաղալ, վազել եւ շատ այլ տարբեր գործողություններ անել։
Շատ երեխաների մոտ ճիշտ ժամին քնելը այսօր մեծ խնդիր է։ Մի կողմից դուք շատ հոգնած եք, ուզում եք շուտ քնել, բայց մյուս կողմից ձեր քունը չի տանում։ Գիտեք ինչու, որովհետև գերհոգնածությունը խանգարում է լավ քնելուն։ Հիմա մի քանի խորհուրդ կտամ այն երեխաներին, ովքեր ցանկանում են շուտ քնել, բայց չգիտեն ինչպես։ Քնելուց 1 ժամ առաջ բացառեք ցանկացած տեսակի գadget, անջատեք հեռուստացույցը, համակարգիչը, հեռախոսը, որովհետև էկրանի կապույտ լույսը գեղձ ազդակ է ուղարկում մեր ուղեղին, որ դեռ ցերեկ է, մի քնիր, որը խանգարում է քնի հորմոնի մելատոնինի արտադրությանը։ Հաջորդ օրը Անին որոշեց, որ պետք է շուտ քնի։ Անջատեց հեռուստացույցը, մի կողմ դրեց հեռախոսը, լվաց ատամները եւ սկսեց նկարել։ Նա տարվեց նկարչությամբ եւ մոռացավ, որ պետք է քնի։ Անին պառկեց, այս ու այն կողմ շրջվեց, բայց նորից չկարողացավ քնել։ Ձեզ համար ստեղծեք արարողակարգ։ Օրինակ, կարող եք պատրաստել հաջորդ օրվա հագուստը, դասավորել պայուսակը, մի կողմ դնել հեռախոսը, լոգանք ընդունել, մաքրել ատամները եւ պառկել քնելու։ Կարող եք նաեւ լսել մեղմ երաժշտություն կամ կարդալ ձեր սիրելի գիրքը։ Հիշեք, որ շատ կարեւոր է, որպեսզի ամեն օր կրկնեք այս արարողակարգը, որովհետեւ դա հուշում է ուղեղին, որ ժամանակն է թուլանալ եւ անցնել քնի ռեժիմին։ Անին այդպես էլ արեց։ Նա դասավորեց պայուսակը, բացեց անկողինը, լվաց ատամները, վերցրեց սիրելի գիրքը եւ պառկեց։ Մի քանի էջ կարդալուց հետո նա հոգնեց եւ քնեց։ Ստեղծեք բարենպաստ միջավայր քնելու համար։ Նախընտրելի է, որ սենյակը լինի մութ, բայց եթե մթությունը ձեզ անհարմարավետություն է պատճառում, կարող եք միացնել մեղմ գիշերային լույս։ Հետևեք, որ սենյակի ջերմաստիճանը լինի ոչ շատ սառը, ոչ շատ տաք։ Եթե տանը կան բարձր ձայներ, կարող եք միացնել սպիտակ աղմուկ կամ լսել մեղմ երաժշտություն։ Անին արդեն մի քանի օր էր ինչ հետևում էր նույն արարողակարգին։ Քնելուց 1 ժամ առաջ անջատում էր հեռուստացույցը, հրաժարվում էր հեռախոսից եւ նկատել էր, որ քնելն ավելի հեշտ է դառնում։ Նա ցանկանում էր քնելուց առաջ գիրք կարդալ, բայց որպեսզի լույսը քնելուն չխանգարի, այս անգամ որոշեց միացնել աուդիո հեքիաթ։ Անջատեց լույսը եւ պառկեց։ Դեռ մի քանի տող էլ չէր լսել, երբ քուն մտավ։ Անին այդպես շարունակեց մի քանի օր եւս եւ հասկացավ, որ այլևս քնելու հետ խնդիրներ չունի։ Քնում է ճիշտ նույն ժամին եւ հեշտությամբ պարտնանում առավոտյան։ Իսկ օրվա ընթացքում այնքան շատ էներգիա ունի, որ հասցնում է եւ դասերն անել, եւ նկարել, եւ խաղալ։ Հիմա նա գիտի ինչպես շուտ քնել։ Եկեք հիշենք, որ պետք է փորձել պառկել քնելու միշտ նույն ժամին։ Անջատեք հեռախոսը, համակարգիչը, հեռուստացույցը։ Այդպիսով ձեր ուղեղը կհասկացնի ձեր օրգանիզմին, որ ժամանակն է անցնել հանգստի ռեժիմին։ Կարող եք քնելուց առաջ լսել աուդիոհեքիաթներ կամ մեղմ երաժշտություն կամ կարդալ ձեր սիրելի գիրքը։ Ամեն օր կրկնելով այս արարողակարգը դուք կտեսնեք, թե որքան հեշտ եւ արագ եք քուն մտնում։ Ամփոփելով նշենք, որ գերհոգնած մարդիկ երբեք որակյալ քուն չեն ունենում, իսկ քնելուց առաջ պետք է ստեղծել մի միջավայր, որը անվտանգ է եւ հանգստացնող։ Դե երեխաներ, ստացաք ձեր հարցերի պատասխանը։ Ես գիտեմ, որ դուք դեռ շատ հարցեր ունեք ինձ տալու։ Ձեր բոլոր հարցերը կարող եք ուղարկել այս էլեկտրոնային հասցեին։ Դե ինչ, իսկ հիմա շարունակենք մեր հետաքրքրությունները, որովհետև մեր մյուս գործընկերը Սուսաննան հիմա մեզ ցույց կտա, թե ինչ գիտափորձ է պատրաստել այս անգամ։ Դե երեխաներ, նայում ենք, կրկնում մեծահասակների ներկայությամբ եւ ուղարկում ենք ինձ։ Ոչ միայն գիտափորձը, այլ նաեւ այն հարցերը, որոնք հետաքրքրել են ձեզ։ Նորից անենք։ Հետաքրքիր է, շատ չվախեցար նայրը, ես վախեցա։ Ողջույն սիրելի երեխաներ, այսօրվա մեր գիտափորձը նորից կատարելու ենք դրսում, քանի որ այն դրսում ավելի հետաքրքիր տեղի կունենա։ Իմ այսօրվա գործընկերը Նաիրան է, ողջունենք Նաիրա։ Բարև ձեզ։ Մեր այսօրվա գիտափորձի համար անհրաժեշտ է։ Ինչ Նաիրա։
ջուր, հաբ Եվ եւ տարապ։ Այո, հաբը սովորական թթվայնության համար նախատեսված հաբ է, որը կարող եք ձեռք բերել դեղատներից։ Քանի որ այն իրենից պայթյուն է ներկայացնում եւ մի փոքր արագություն է պահանջում։ Նախ եւ առաջ նայրա հաբը տեղադրում ենք տարայի մեջ։ Այսպես։ Ապա մի փոքր ջուր ենք ավելացնում ու արագ փակում ենք։ Սկսեմ։ Մի փոքր։ Ու շրջում ենք։ Հիմա փոքր։ Նորից անենք։ Հետաքրքիր է։ Շատ չվախեցար Նաիրա։ Ես վախեցա։ Դուրդ եկավ Նաիրա։ Հիմա հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ երեխաներ, ուրեմն հաբի մեջ Նաիրա պարունակում է սոդա եւ քացախ։ Երբ որ ջուրը ավելացնում ենք սոդային եւ քացախին, տեղի է ունենում ռեակցիա։ Իսկ այդ ռեակցիայի արդյունքում առաջանում է ածխածնի երկօքսիդ։ Դա գազ է, որը տարայի մեջ արագ շարժվում է եւ մի պահի արդեն չի տեղավորվում տարայի մեջ եւ ճնշման շնորհիվ պայթյուն է տեղի ունենում։ Հետաքրքիր էր։ Եթե ձեզ էլ հետաքրքիր էր այս աշխուժացնող եւ հետաքրքիր ժամանց ապահովող գիտափորձը, երեխաներ, անպայման կրկնեք ձեր ծնողների հետ, անպայման ծնողների ներկայությամբ։ Հաջողություն։ Պակը։ Պրոֆեսոր Փոցերո Դե ինչ երեխաներ, կարծում եմ այսօր հրաշալի օր ունեցանք։ Այսօր եւս իմացանք շատ կարևոր տեղեկություններ եւ ձեռք բերեցինք նոր գիտելիքներ։ Ընկերներ, ցավոք մեր հանդիպան ժամը լրացավ։ Այսօր այսքանը։ Սիրում եմ բոլորին եւ ջերմ գրկումը։ Իսկ քանի որ օրորի ավելանում են մեր հաղորդման զարմանահրաշ դիտողները, ուզում եմ նորից հիշեցնել մեր էլեկտրոնային հասցեն։ Ահա այս հասցեին կարող եք ուղարկել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը, որովհետև երեխաներ, խելացի մարդուն ավելի շատ բնորոշ է հարցեր տալը, քան պատասխանելը։ Դա ասել է իմ ընկեր Պլատոնը։ Ստեսություն, սիրով, ձեր լավ ընկեր, պրոֆեսոր Փորձերո։ Պրոֆեսոր Փոցերո Պրոֆեսոր Նորը սովորի այսօր Փոցերոն պրոֆեսոր Փոցերո Պրոֆեսոր Փոցերո